Տիկին Վարդանյան, քարոզարշավը ակտիվ շարունակում է ընթանալ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է նաև վիրավորանքներ եւ սպառնալիքներ ուղղել ոչ միայն քաղաքացիներին, այլ նաև ընդդիմադիր գործիչներին, ինչպես է գնահատում այս խոսույթները։ Նախ եկեք փորձենք բաժանել քաղաքացիների նկատմամբ Փաշինյանի վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները եւ նաեւ քաղաքական ուժերի առաջնորդների ու նաեւ քաղաքական գործիչների նկատմամբ վիրավորանքներն ու սպառնալիքները երկուսն էլ իհարկե անթույլատրելի են, բայց պետք է հատուկ նշեմ, որ առանձին դեպքերում օրինակ քաղաքացիների նկատմամբ եւ 3 հատկապես տիկնոջ նկատմամբ իր գործողությունները քրեորեն պատժելի արարք են իրենից ներկայացնում, որովհետև դա քրեական օրենսգրքի 229 հոդվածով նախատեսված արարք է, ատելության հրապարակային խոսք եւ ես այս պարագայում ակնկալում եմ, որ իրապահները գոնե մեկ անգամ դուրս կգան մեկ անձին ծառայելու իրենց գաղափարից եւ կհարուցեն քրեական գործեր։ Առաջնորդներին ուղղված վիրավորանքների մասին եթե խոսենք, ապա պետք է շեշտեմ, որ սա վիրավորանք է ոչ միայն քաղաքական ուժերի ղեկավարներին, այլ վիրավորանք է այդ ուժի հետևում կանգնած քաղաքացիներին։ Տեսեք, այդ քաղաքական ուժերի հետևում 100 հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ միլիոնավոր հայեր, եթե հաշվարկենք նաեւ Սփյուռքում եղած մեր հայրենակիցներին։ Այսինքն այդ խոսույթը, վիրավորանքը եւ սպառնալիքները ըստ էության ուղղված են ոչ միայն քաղաքական ուժերին, ոչ միայն քաղաքական առաջնորդներին, այլ նաեւ նրանց հետևում կանգնած հսկայածավալ մեր հայրենակիցներին։ Ինչ է մտածում այդ մարդը այդպիսի սպառնալիքներ, այդպիսի վիրավորանքներ հնչեցնելիս։ Ես չգիտեմ, որովհետեւ շատ դժվար է այդ մարդու գործողությունները բնորոշել որպես adekvat, շատ դժվար է այդ մարդու խոսույթը գնահատել որպես քաղաքական գործչին եւ նաեւ երկրի ղեկավարին բնորոշ խոսույթ։ Ես հասկանում եմ մեր հայրենակիցներին, ովքեր փորձում են իրենց տառապանքը, իրենց անհանգստացնող հարցերը բարձրացնել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, բայց ես միևնույն ժամանակ մեր քաղաքացիներին պետք է խորհուրդ տամ, որ այդպիսի հանդիպումների ժամանակ այնուամենայնիվ պատրաստ լինեն, որ նա դուրս է գալու բոլոր սահմաններից, որովհետև նա այլևս չունի կարմիր գծեր, ինչպես օրինակ դա տեղի ունեցավ 3, ինչպես դա տեղի ունեցավ այսօր, երբ Սպիտակում Ազատի զորամասում այրված զինվորի հարազատը պապիկը մոտեցել էր իրեն, այսպես գեղեցող, իրեն տանջող հարցով եւ նա պարզապես հրահանգեց այդ մարդուն հեռացնել ուրեմն իր հավաքից։ Գիտեք, եթե հավաքը պետք է տեղի ունենա իր կողմից ավտոբուսներով լցրած մարդկանց այս կամ այն համայնք տեղափոխելով եւ այնտեղ պատկերի համար, հա, այդ կարտինկա ստանալու համար հավաքել սեփական համակիրներին, այդ դեպքում ինչի է իզուր տեղը իրեն տանջում։ Թող միտեղ մշտական այդ իր համակիրներին հավաքի եւ իր հիստերիան այնտեղ ցուցադրի, բայց եթե դու քարոզարշավ ես անում, ուրեմն պետք է պատրաստ լինես առնչվել ոչ միայն քո համակիրների հետ, այլ նաեւ այն մարդկանց հետ, ովքեր համաձայն չեն քո գործողությունների հետ, ովքեր հարցեր ունեն քեզ տալու, ովքեր ունեն անհամաձայնություն եւ ովքեր կարող են շատ հաճախ նաեւ բրդովվել քո գործողություններից, որովհետեւ առանձին դեպքերում քո գործողությունները ոչ միայն մեր երկրի արժեվ են լուրջ խնդիրներ ծառացրել, այլ բազմաթիվ ընտանիքների անձնական ողբերգության արժև են կանգնացրել։ Հիմա այս պարագայում դու ինչ խղճով ես կամ ինչ չգիտեմ մոտեցմամբ ես այդ մարդկանց հրամայում, որպեսզի հեռացնեն քո հավաքից։ Ավելին այսօր հայտարարել էր, որ եթե կան մեզ հետ չհամաձայնող մարդիկ, ուղղակի հեռացրեք իրենց այստեղից։ Ես ելի եմ ուզում կրկնել իմ առաջարկը, այդ դեպքում քո համակիրներին լցրու այդ քո ուրախ ավտոբուսները եւ այդ ուրախ ավտոբուսներով շրջեք, որովհետեւ քեզ համար Հայաստանի Հանրապետությունը միայն քո համակիրներն են։ Դա նշանակում է, որ Աստված մի արասցե, եթե հանկարծ հունիսի 7-ին դու ընտրվեցիր, այդ ժամանակ էլ ասելու ես ինչ, թող Հայաստանում ապրեն միայն իմ համակիրները եւ ովքեր ինձ հետ համաձայն չեն, Հայաստանում ապրելու իրավունք չունեն։ Եվ հետևաբար այս վարքագիծը խոսում է այդ մարդու վերաբերմունքի նկատմամբ մեր հանրության, մեր հասարակության նկատմամբ։ Այսինքն ինքը մեր հանրությունը, մեր հասարակությունը բաժանել է յուրայինների եւ իր հետ չհամաձայնողների եւ ինքը իրեն համարում է պարզապես իր յուրայինների ղեկավարը։
Սա անընդունելի է, անընդունելի է այն խոսույթը, որով որ նա հանդես է գալիս, անընդունելի են սպառնալիքները, անընդունելի են իրավապահ համակարգի շահագործումը եւ անընդունելի է շինծու, ուրեմն կարվող քրեական գործերը, որի շրջանակներում իր հետ հակասության մեջ մտնողները հայտնում են քրեակատարողական հիմնարկներում։ Այն ինչ կատարվեց այս նախընտրական քարոզարշավի ժամանակ, երևի թե բնորոշ չէ նույնիսկ ամենահետամնաց կամ ամենաբռնապետական պետությանը մարդուն պաստառը պատռելու կամ հեռացնելու համար ձերբակալել էին այդպիսի աբսուրդ բնորոշ է, ասում եմ, ամենահետամնաց, ամենաբռնապետական պետություններին եւ հետո հետևանքը ինչ եղավ, այդ մարդը ոչ միայն տեղափոխվեց հոգեբուժական հաստատություն, այսինքն հոգեկան խնդիրներ ունեցողների համար հաստատություն, այլ նաեւ այնտեղ կախվելու միջոցով վերջ տվեց իր կյանքին։ Իսկ ով է դրա համար պատասխանատվության ենթարկվելու։ Իսկ ով է դրա պատասխանատուն, եթե ոչ այս իշխանությունները կամ այն համատարած գաղտնալսումները, որ այս պահին տեղի են ունենում եւ էլի այսպես կտրած, կպցրած, հորինած ձայնագրություններով մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում։ Ես շատ ցավում եմ, որ միջազգային հանրությունը, որը որ կարծես թե իրեն ժողովրդավարության առաջնամարտիկի տեղ է դրել, այս պահին եւ չի տեսնում եւ չի լսում եւ լուռ է այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ քաղաքական առաջնորդի եւ քաղաքական գործիչների ուղղված վիրավորանքների մասին ասեք մասնավորապես նաեւ Գագիկ Ծառուկյանի։ Ես շատ կարևորում եմ քաղաքական առաջնորդների զսպվածությունը եւ հատկապես պետք է առանձնացնեմ Գագիկ Ծառուկյանի խոսույթը, որովհետեւ մենք բոլորս տեսանք, որ նա հայտարարեց մի սկզբունք չգցել կլասը եւ այս ողջ ընթացքում շարունակում է պահպանել իր սկզբունքը եւ Փաշինյանի վիրավորանքներին, Փաշինյանի ոչ նորմատիվ խոսույթին պատասխանում է քաղաքական, զուսպ եւ ծրագրային խոսույթով։ Եվ իմ գնահատմամբ հենց այսպիսին պետք է լինի քարոզարշավը։ Գիտեք, շատ դժվար է չտրվել սա դրանքին, որովհետև մեր առջև կանգնած է այսպես լուրջ սադրիչը, որին կարելի էր հանդիպել։ Եվ այս պարագայում, այո, պետք է մնալ այն բարձրության վրա, որի վրա եղել ես, եւ չտրվես այդ սադրանքներին։ Նույնը խորհուրդ եմ տալիս մեր քաղաքացիներին։ Ես հասկանում եմ, որ դեռ լինելու են այսպես բախումներ Փաշինյանի հետ, եւ այս պարագայում մեր քաղաքացիներին միակ խորհուրդս հետեւյալն է. չտրվել Փաշինյանի սադրանքներին, լինել հանգիստ, հավասարակշռված, որովհետեւ հենց ձեր առջևում է կանգնած ոչ adekvat եւ ոչ հավասարակշռված մարդը։ Բայց իշխանությունները շարունակ պնդում են, որ նրանք ժողովրդավար են եւ զուգահեռասիրական։ Գիտեք, այո, իշխանությունները սիրում են Հայաստանը կոչել ժողովրդավարության բաստիոն, բայց բավարար է ապրես Հայաստանում, որպեսզի ինքդ էլ քո մաշկի վրա զգաս, թե ինչպիսին է իրեն ժողովրդավարությունը։ Մի երկիր, որտեղ ողջ իրավապահ համակարգը ծառայում է եւ այսպես կցորդ է դարձել մեկ անձին, մի երկիր, որտեղ դատական համակարգը դարձել է Փաշինյանի, ուրեմն դատական համակարգը, մի երկիր, որտեղ դատախազը առաջնորդվում է բացառապես Փաշինյանի ցուցումներով, մի երկիր, որտեղ քրեական գործերի ապացույցները հորինվում են, կտրտվում են, կպցվում են, չգիտեմ ինչ են արվում, այս երկրում իհարկե ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող։ Մի երկիր, որտեղ ազատ խոսքը սահմանափակվում է քրեական գործերով, որտեղ Փաշինյանը կարող է ատելության ռետորիկայով հանդես գալ, բայց որևէ բլոգեր, որը որ կամ որևէ հանրային գործիչ, որը որ իր խոսույթում կփորձի պատասխանել Փաշինյանին, կհայտնվի անմիջապես ճաղերի հետևում։ Այդպիսին է մեր ժողովրդավարությունը, բայց ես վստահ եմ, որ առաջիկա ընտրություններից հետո նոր ձևավորված սոլիդ իշխանության պարագայում դրվելու են ժողովրդավարության հիմնասյուները եւ այս բոլոր թերությունները, որոնք արկա են ժողովրդավարության մեջ, այս բոլոր խախտումները, որ արվում են, դրանց վերջ է դրվելու, որովհետեւ մենք ի վերջո բռնելու ենք ժողովրդավարության ճանապարհը։